Վայրար Սամվել Կարապետյանը 100 օր է արդեն բանտում է հայոց եկեղեցու պաշտպանության համար։ Ճիշտ եք համարում բարերարի վատարկումը։ Չէ։ Ինչու՞։ Դե որովհետև մարդ բարերար է, ինքնից իրանով ամեն ինչ ասում է խոսքի։ Ինչ կարիք կա բանդարկել իրան։ Եթե խոսքի մի հատ ուրիշ բան չի արել, օրենքից դուրս կամ ինչ-որ ման չգիտեմ, մարդը բարերար է, լավություն է անում հիմա։ Թեկուզ մի բան էլ եղել է, կարելի է աչք փակել վրա, որտեղ այդ մարդը այդ իր ստեղծածները ժողովրդի վրա էլ է։ Ինչքան հիմար պիտի լինեմ, որ ես Սամվել Կարապետյանին բանտարկելու համար ասեմ ճիշտ է։ Մի բարերար, որ իր ամբողջ ունեցվածքը դերել է ներդնում մեր ժողովրդի մեր բարեկեցության համար, նրան ինչպես ասեմ, նրա լավ գործ է։ Չէ, սխալ է։ Դե մարդը էլի կարող է մի քան հոգ օգնել, աշխատանք ապահովել։ Սամվել Կարապետյանի համար պիտի պայքարի ժողովուրդը, որ դուրս գա։ Ասենք սենց, որոնք դեմ են, ասենք, ոչ թե իրանց կարծիքն են հայտնում, բանի, որոնց իրանց դուրս չի գալիս, այդ մարդկան ձերվակալում են, որպեսզի խեղդեն ժողովրդին։ Էդ է մեկը, էլ ոչ մի բան չկա։ Իսկ ինքը այն ժամանակ 18 թվին եւ դպրոցներ էր փակում եւ ոչ փոքր երեխաներին հանում էր տանում էր փողոց։ Իրան այն ժամանակին չի չէին ասում, որ այդ ինչ ես անում։ Հիմա ինքը արդեն իր համար բանա, ով խոսում է, դեմա, ասենք, ինքը տվյալ անձը իրան կարծիքը հայտնում է, իրանց դուրս չի գալիս, այդ մարդուն ձերվակալում։ Բարերն ոչ։ Ինչու՞։ Մարդը բարերար ինչ ված բան արել։ Սամվել Կարապետյանը լավ մարդ է։ Շատ հոյակապ ղեկավար էր եւ լավ էլ աշխատում էր։ Եթե իր ջեբի համար ձերբակալել էր, թե ինչ արել, մենակ մի բանով, որ ասվեց ես իմ ձևով կպաշտպանեմ եկեղեցու։ Ուրիշ բան չասի։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև բարերար է, շատ բան արել պետության համար։ Ու կանի, ես չեմ կասկածում, որ կանի։ Թե որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում է, մեր Հայաստանի համար բան չի անում։ Շատ է անում, մեր հայերը շատ են գնում իր մոտ աշխատում, ընտանիքներ պահում։ Սամվել Կարապետյանը իսկական հայ է։